Ողջունում եմ բոլորիդ, ես երկար տարիներով լինելով մարզիչ մանկավարժ, ունենալով մոտ միջինացված 10 տարվա նախկինում միմիայն մանկավարժության փորձ, երեխաների հետ աշխատելու, սպորտային խմբակում ունեցել եմ արևելյան մարտարվեստների խմբակ ու պրոֆեսիոնալ զբաղվել եմ այդ խմբակներով, հիմա արդեն իսկ 4-րդ թե 5-րդ տարին է, որ ունեմ կիկբոքսի խմբակ, բայց շատ ավելի տոկոսային առումով քիչ եմ զբաղվում դրանով, ունեմ արդեն բավականին մեծ ծավալի փորձ կուտակած եւ բնականաբար ինչ որ վերանայումներ դիտարկումներ արել եմ այդ process-ում ու կան ինչ որ խորհուրդների շարք, որոնցից մեկով այսօր կկիսվեմ ձեր հետ, թե առհասարակ որ հիմնական դիտարկումն եմ իմ մեջ արել, որ այդ որպես խորհրդի տեսքով կտամ այն մարդկանց, ովքեր որ դեռ դրանով զբաղվում են կամ նոր են ուզում զբաղվեն ու միգուցե ինչ որ օգտակարություն կունենա կամ ինչ որ մարդկանց համար առհասարակ չի էլ ունենա։ Ես երբ որ զբաղվում եի այդ ամեն ինչով շատ այդպես խորացված ու պրոֆեսիոնալ կերպով, կար այսպեսի իմ մոտ ամեն դեպքում ու ոչ միայն իմ մոտ, բայց իմ փորձառությունով կկիսվեմ։ Կար իմ մոտ այդպեսի հավատ, որ իմ աշակերտները անպայման, նույն եթե ոչ բոլորը, ապա շատ ու շատերը, ովքեր որ հաջողված սպորտսմեններ էին այդ պահին համարվում, այդ խմբակներում իրանք պիտի անպայման ես իրանց դիտարկում էի որպես իմ գործի շարունակող, այսինքն ես իրանց նայում էի այդ process-ի շարունակություն ու այդպես հավատով ներշնչում էի իրանց, որ դուք էլ կարող եք, դուք էլ պիտի, այսինքն ոչ թե կարող եք սխալ արտահայտել, դուք էլ պիտի շարունակեք ու ինչ որ առումով դա պարտավորեցնում էր իրանց։ Ու ես հիշում եմ, որ շատ ու շատերին դա ինչ որ этаպում արդեն վանում էր։ Այսինքն երբ որ երեխաները արդեն մի փոքր հասուն տարիքում, ենթադրենք 13-14 տարեկանում, երբ որ իրանք զգում էին, որ դու իրանց վրա ինչ որ պարտավորություններ ես դնում շատ ավելի, քան ինչ ակնկալիքով որ իրանք եկել են, իսկ իրանք ինչ ակնկալիքով են եկել են ընդհանրապես սպորտով զբաղվելու, ունենալ որոշակի կողմնակի զբաղմունք, որը որ հետագայում կարող է ներազդել կամ կարող է նաև ոչ իրանց հետագա գործունեության, իրանց կյանքի ինչ որ որակի վրա, օրինակի համար, չգիտեմ, ծնողները երեխաներին բերում էին որոշակի ակնկալիքով, որ իրանք շատ ավելի հեշտ կինտեգրվեն հասարակության մեջ, սոցիալիզացվեն, ավելի հեշտ դժվարություններ կհաղթահարեն կամ պարզապես ուզում էին, որ երեխան սպորտով զբաղվի, ինչ որ ֆիզիկական ակտիվություն ունենա, կարողանա ինչ որ իրան պաշտպանի, մի փոքր ավելի ուժային ու ֆիզիկական տվյալները լավացնի, չգիտեմ, դուրսը կռիվ կանի կամ ինչ որ իրավիճակներ կլինի, որտեղ կկարողանա իրան շատ ավելի պատվով դրսևորել։ Այս էին հիմնական այն ամենամինիմալ տարական ակնկալիքները, իսկ այն ինչ վերաբերում է, որ դա միջոց կհանդիսանար հետագայում իր համար ինչ որ մի բան անելու, ձեռնարկելու, դա արդեն շատ ավելի քիչ տոկոսային հարաբերակցությամբ կարելի էր դիտարկել, որովհետև իրականում դա այդպես էլ կար, քանի որ կային երեխաներ, ովքեր որ տարիներով զբաղվում էին մարտարվեստներով կամ չգիտեմ, առհասարակ այդ process-ի մեջ էին, բայց իրանք ոնց իներտ կային, пассив կային ու նույնիսկ վախկոտ կային, այդպես էլ մնում էին կյանքում, որովհետև դա գենետիկ մակարդակով էր տեղի ունենում ու որոշ մարդկանց դեպքում դա առհասարակ որևէ ներազդեցություն չի ունենում իր ֆիզիկական հնարավորությունները իր հետագա կյանքի վրա։ Այսինքն մարդու մոտ գրեթե բան չի փոխվում։ Այդ դեպքերը եւս կային, այսինքն պետք չի բացառել ու պետք չի այդպես իդեալականացնել, ասել չէ, ով որ զբաղվում է դրանով, ինքը պարտադիր համառ ու խիզախ է։ Դա միֆերի ժանրից է։ Բայց գերակշռող մեծամասնության դեպքում ես ասեմ, որ ունենում էր դրական ազդեցություն։ Այդ փաստը եւս պիտի չբացառենք, որովհետեւ դրանցից մեկը նաեւ ես եմ եղել, գնացել եմ խմբակ, շարունակել եմ, ունեցել է իր դրական ազդեցությունը, ես կարողացել եմ հասարակության մեջ, դպրոցում, ինստիտուտում, համալսարանում սովորելու տարիներին նույնիսկ ինչ որ հարգանք ունենալ, նաեւ այն բանի շնորհիվ, որ ես ֆիզիկապես շատ ավելի պատրաստված էի։ Դա եւս ես չեմ բացառում ու բնականաբար որպես դրական ռոպագանդ վստահորեն ասում եմ, որ այդ ֆակտորը միշտ կա ու միշտ լինելու է, եթե դու ֆիզիկապես ուժեղ ես, ֆիզիկապես ավելի պատրաստված ես ու քո մտավոր հնարավորությունները դու կոնե միջինից բարձր են, դու շատ ավելի հարգանքի ես արժանանալու։ Այնպես որ դեմոտիվացիա մի մանեք իմ ասացի մեջ, իմ ասացի ինչ որ ճշմարտացի հատվածի մեջ, երբ որ ես ասում եմ նաև հակառակը։ Անցնենք առաջ, բայց այն մասով, երբ որ մենք ակնկալում էինք, որ օրինակ մեկը ես իմ մասով ասեմ, էլի, իմ փորձը ասեմ, երբ որ ես ակնկալում էի, որ ամեն մի երեխա, ով որ ուներ հաջողակ ինչ որ process-ներ, կարիերա, թեկուզ փոքր մանկական կարիերա, ես իրան դիտարկում էի, որ ինքը պիտի լինի իմ գործի շարունակող ու պարտադրում էի կարծես ներքին այդպես պահանջ կար իմ մեջ, այսինքն խոսքի մակարդակով միգուցե չէ, բայց քո ամբողջ գործունեությունը տանում էր նրան, որ դու պարտադրում ես այդ երեխային։ Ու ես տեսնում եմ, որ լիքը լավ երեխեք ուղղակի այդ պարտավորությունից ուղղակի խուսափելու համար, որովհետև իրանց ակնկալիքները կյանքի վերաբերյալ ընդհանրապես այլ էին,
Իրանք դուրս էին գալիս, իրանք խոսափում էին ու հետագայում ես հասկացա, որ իմ մոտեցումը բավականին սխալ է։ Ինչի, որովհետև երբ որ դու այդ մոտեցմամբ ես առաջնորդվում, նախ տուժում է քո գործունեությունը, քո կարճ ասած բիզնեսը, որովհետև բիզնես ասելով պետք չի անպայման ինչ-որ sense ժուլիկություն պատկերացնել, բիզնեսը դա գործունեություն է, որը որ դու անում ես գումար վաստակելու նաև նպատակով։ Ճիշտ եմ։ Այսինքն եթե կա ինչ-որ մեկը, որ խմբակ է մարզում, որպեսզի փող չվաստակի, դա ես այդպեսի մարդ չեմ ճանաչում։ Համենայն դեպս հիմա արդեն ես չեմ ճանաչում ու վերջի 10 տարիների ընթացքում որևէ մեկին ես չեմ տեսել, որ ինքը պարզապես ինչ-որ ինտուզիազմով մարզի։ Այլ հարց է, որ process-ում ինչ-որ այդպիսի իրավիճակներ լինում են, որ լիքը երեխեք պարզապես առանց վճարի գալիս պարապում են։ Դա այլ հարց է, բայց գլոբալ առումով ես չէի տեսել։ Այսինքն դա այդտեղ տուժում էր քո հենց այդ բիզնեսային գործունեությունը, դու սկսում էիր շատ ավելի ներդրվել, քանի որ դու ինքդ էիր դա պահանջում, ինքդ էիր ակնկալում, դու պատրաստ էիր զողողությունների գնալ։ Այսինքն ոչ թե երեխան էր ուզում, ծնողներ ուզում, որ երեխան շարունակի այդ բնակավարում ու պատրաստ էր քեզ ավելին վճարել, որպեսզի դու ավելին իրան սովորացնեիր, որպեսզի հետագայում օրինակ դառնալ մարզիչ կամ ինչ-որ չգիտեմ տվյալ գործը շարունակող, չէ, ընդհակառակը դու էիր ներդնում իր վրա։ Բայց առհասարակ հակառակն է լինում, երբ որ դու օրինակի համար տանում ես քո երեխային, օրինակ չգիտեմ ինչ-որ մի հատ բժշկի մոտ կամ տանում ես ամենահասարակ ինչ-որ խադավիկի մոտ, ասում ես երեխես ուզում եմ ես արհեստը սովորի, մի հատ դու ես փող վճարում իրան, չէ, ինչ-որ բան արհեստ սովորացնելու համար, որպեսզի հետագայում քո երեխան ինչ-որ մասնագիտություն ձեռք բերի, կարողանա փող վաստակի ու ինչ-որ, չգիտեմ, ասենք, process-ներ անցնի հենց պրակտիկ իրավիճակում։ Տանում ես, ասենք, չգիտեմ, ինչ-որ մասնագետի մոտ, X մասնագետի մոտ գումար ես վճարում, չէ, կամ դու կամ քո ծնողը գումար է վճարում, որպեսզի տվյալ մասնագիտությունը դու ձեռք բերես, այդ շնորհքը սովորես, շարունակես։ Բայց քանի որ բանը ինիցիատիվան մեր կողմից էր, նախաձեռնությունը իմ կողմից էր, ես ինքս էի որոշում, որ այդ երեխայի հետ շատ ավելի պիտի աշխատեմ, կրկնակի, եռակի, իրան պիտի տանեմ, չգիտեմ, իմ միջոցներով ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի միջոցառում, ինչ-որ բանի, ենթադրենք փոքր, ասենք, միջոցառումների անպայման չի հասկանալ միայն մեծ մրցաշարեր կամ բան, ենթադրենք ինչ-որ հանդիպումների եւ այլն, որպեսզի ինքը այդ ամբողջ process-ում էփվի, հետագայում ինքը, բայց քանի որ դա միայն քո նախաձեռնությունն է, իսկ երեխան այդ պահին ուղակի միգուցե իրան դուր էր գալի այդ process, միգուցե ինքը նույնիսկ չէր պատկերացնում դրա շարունակությունը, ինչ է լինելու, ինչ չի լինելու, այս պահին լավ է, հələ տեսնենք ինչ կլինի։ Հետագայում քո հիասթափությունը շատ մեծ է լինում, երբ որ այդ երեխան մեկ էլ հանկարծ ասում էր, ես չեմ ուզում։ Ես որոշել եմ, չգիտեմ, օրինակ ատամնատեխնիկ դառնամ, մի քիչ արդեն պետք է բանանեմ, քոլեջ ընդունվեմ, ես անեմ, անեմ, չեմ հասցնում պարապմունքներ կան, ու այդ քո ամբողջ ակնկալիքներն ու սպասումները խփվում էին գետնին, թե այս ինչ եղավ, ես իմ ամբողջ ժամանակը ներդրեցի ու դու չգիտես ինչի, ոչ արդարացված կերպով դու սկսում ես նեղվել այդ վիճակից, նեղանալ իրանից, որ ես քո վրա այսքան ներդրում էի արել, թեկուզ ոչ ֆինանսական մենակը, այլ ժամանակային, այլ չգիտեմ, հոգեբանորեն, էմոցիոնալ առումով, մի խոսքով ռեսուրս ես ներդրել այդ process-ի մեջ, որպեսզի հետո ինչ որ ադա չստանաս ու այդ չի լինում։ Ընդհանրապես հիշեք մի բարձ բան, որևէ մեկից որևէ բան ակնկալել պետք չի, եթե ինքը դրա մասին քեզ չի խնդրում, պետք չի որևէ մեկի համար ինչ-որ մի բան անել, եթե ինքը քեզ չի խնդրել դրա մասին։ Բառացի եթե չի ասել ես։ Երկրորդը, եթե ինչ-որ մեկը ուզում է ձեր գործը շարունակի, ուզում է ինչ-որ լրացուցիչ ինչ-որ մի բան սովորի, մի ամաչեք դրա համար պահանջել գումար, որպեսզի դուք ունենաք ռեսուրս, որպեսզի դուք զարգանաք։ Ու ամենակարևորը, այո, մի ամաչեք գումար վաստակել այդ process-ում, որպեսզի դու դա ներդնես քո սեփական զարգացման վրա, որպեսզի դու լինես միշտ քո աշակերտներից մի գլուխ, երկու գլուխ առավել, որովհետև դու պիտի լիդեր լինես, իսկ լիդերը չի կարող լինի հավասար։ Ինքը իր մտավոր ունակություններով, իր մտածելու ճկունությամբ շատ ավելի առաջ պիտի մտածի, քան իր խումբը։ Այսինքն, երբ որ դու դեգրադացիա ես ապրում, մենակ քո զարգացումը լինում է փորձի տեսքով, որտեղ անում ես մի բան, սովորում ես։ Այսինքն, լրացուցիչ ինչ-որ սեմինարներ, միջազգային մրցաշարեր, միջոցառումներ, հանդիպումներ հետարքիր մարդկանց հետ, ինչ-որ, չգիտեմ, ասենք թեկուզ դու քո համար ավելի տեսած զարգացած մարդկանցից կուրսեր, անպայման չի տամ սպորտային գծով լինի, առհասարակ այսօր աշխարհում շատ կա ագեցած, չգիտեմ, հոգեբանություն, մարքեթինգ եւ այլն, դու պիտի կարողանաս սովորես, իսկ այդ սովորելը այսօր ուղղակի կամ դու շատ ժամանակ պիտի ներդնես, որպեսզի սեփական ինքնակրթությամբ զբաղվես, եթե դու ունես այդ ժամանակը, կամ դու բարբերաբար պիտի գումար վճարես, նաեւ ոնց որ քեզ պիտի վճարեն հետագայում, որպեսզի պրոֆեսիոնալ մարդկանց դիմես, ովքեր որ քեզ կօգնեն այդ process-ը շատ ավելի արագ անցնել, արագ սովորել։ Այ ամբողջ խնդիրը դրանում էր կայանում, երբ որ դու գումար չէիր վաստակում, դու գումար չէիր կարողանում ծախսել,
ու այդ ամբողջ այդ process-ը շատ այդպես աղքատիկ էր տեղի ունենում, դու ներքուստ կային մարդիկ, ովքեր որ այո ուզում էին նաև զարգանալ, բայց ինչ որ մի բան հասկանալու համար քեզ պահանջվում էր 5 տարի, ինչը դու կարող էիր շատ արագ մի քանի ամսում յուրացնել, շատ ավելի արագ հասկանալ, պատկերացնել, քո զարգացումը շատ ավելի արագ լիներ, որովհետև ամբողջ այդ իրավիճակում պետք է հասկանալ մի բան, որ ժամանակը շատ քիչ է։ Առհասարակ զարգանալ, չգիտեմ, առաջ գնալ, ինչ որ մի բան ունենալ, ինչ որ մի բան ձեռք բերել, սպորտային կարիերա ձևավորել, նաև եթե դու սպորտսմեն ես, ինքը շատ կարճ է այդ ժամանակահատվածը, դու պիտի կարողանաս ճիշտ բաշխես քո ժամանակը։ Հիմա տեսեք, ես երկար, ասենք 10 քանի տարի ասեցի, չէ, ընդհանուր առմամբ, ես այս դիտարկումներն արել եմ իմ համար, բայց եթե ես այս նույն կարծիքին լինեի, այս նույն պատկերացումները հիմիկվա իմ ակնկալիքներն ու ոչ ակնկալիքները այդ ամբողջ process-ից, ես ունենայի հենց առաջին իսկ տարում իմ գործունեության, ես շատ ավելի այլ կերպ կզբաղվեի այդ ամեն ինչով ու պրոդուկտիվությունը կլիներ մի քանի անգամ ավելի բարձր, մի քանի անգամ։ Եթե նույնիսկ դու միայն մասնագիտական դրանով ես զբաղվում, այսինքն մանկավարժությամբ ես զբաղվում, ակնկալիքներդ այլ չէր լինի, չէր մտածի, որ դու ինչ-որ պետք է ներդնես, տարիներ սպասես, հետո միգուցե այդ աշակերտները մեծանան, այս անեն, չէ, դու պիտի տայր այն ինչ-որ դու տալիս ես, ու դու կարողանայր պրոֆեսիոնալ կերպով տայր, դու զարգանայր անընդմեջ, որևէ մեկին չնայելով ինքը, քեզ նայում է, ուզում է գա քո հետևից, չի ուզում այդ գործունեությունը, զարգանայր անընդմեջ, որովհետեւ դու ունենայիր պահանջարկ այդ առումով, քանի որ հիմա մենք տեսնում ենք, որ կյանքի ռիթմը շատ արագ է գնում, շատ է արագացել, ու այդ ամեն ինչում մեկ էլ դու նայում ես այն ինչ որ դու 3-4 տարի առաջ պլանավորել էիր, որ պիտի անես, այսօր էլ ակտուալ չի, որովհետեւ դու այդ տեմպին հասցնես, դու այդ տեմպի հետ պիտի գնաս ու մի քիչ էլ առաջ ընկնես այդ տեմպից։ Դրա համար որևէ մեկից որևէ բան մի ակնկալեք, մի մտածեք, դուք ձեր գործունեությամբ զբաղվեք ու փորձեք ձեր գործունեությունը դարձնել շատ ավելի որակով, մասնագիտական առումով, պրոֆեսիոնալ առումով, զարգացեք, ինքնազարգացեք, կարդացեք, չգիտեմ, անընդմեջ ինչ որ նոր բան, որպեսզի դուք այդ մարշական, մանկական մարշական, ով որ երեխայից օրինակ տարեկան մի, չգիտեմ, միջինացված 80,000 դրամ փող է աշխատում, տարեկան հասնես այն մակարդակի, որ օրինակ քեզ ինչ-որ մեկ ամսական այդքան վճարի, պատրաստ լինի վճարել, ես չեմ ասում, որ հիմա ինձ վճարում են, ես այդ դիտարկումներն եմ անում, բայց այս տեսական ես շփվում եմ մարդկանց հետ, ովքեր որ հասել են դրան։ Օրինակ իմ քույրը իր երեխային տալիս է, ենթադրենք անհատական բռնցքամարտի բանի, պարապմունքների, որի համար վճարում է ամիսը 80,000 դրամ։ Այսինքն կան մարդիկ, ովքեր պատրաստ են դա անել, որովհետեւ դու իր երեխայի հետ մարզվես։ Այսինքն վճարում են 80,000 դրամ, որովհետեւ մեկ ամիս երեխան զբաղվի ու այդ մարզիչը այդ գումարը վերցնելով հանդերձ անկախ ամեն ինչից իր հետ որևէ ակնկալիքներ չի կապում ու ինքը վատը չի ոչ մի դեպքում ես չեմ ասի որ ինքը վատն է ինքը փող է աշխատում ինքը շարլատանություն ոչ ինքը անում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը ինքը ունի նաև միգուցե բավարարված կյանք ունի կամ չունի չգիտեմ բայց ես ենթադրում եմ եթե դու հասել ես այն մակարդակի որ դու կարողանում ես դա անես դա որոշակի արդեն տեսականորեն ինձ հնարավորություն է տալիս մտածելու, որ նաև ունի բավարարված այո, առօրյա կյանք նաև կարող է ապահովել իր հանգիստը, իր, չգիտեմ, լիքը բաներ, կենցաղային վիճակներ ապահովել, որից լարվածություն ինքը չի ունենալու ավելորդ կերպով, ինչը ես միշտ ունեցել եմ, այո։ Ակնկալիքներ պետք չի ունենալ, պետք է պրոֆեսիոնալ կերպով զբաղվել ձեր գործունեությամբ, անընդմեջ զարգանալ ու դրա արդյունքում ունենալ պահանջարկ, ունենալ այն կեցվածքը, որ իրոք ձեր հետևորդները, ովքեր որ ձեր հետևից գալիս են, ձեր աշակերտները, ձեր, չգիտեմ, սաները, մի խոսքով, ուզենան նմանվեն ձեզ, այսինքն իրանք դրա մեջ տեսնեն միայն այդ գործունեությունը, ենթադրենք, մարտարվեստների մարզիչ, ինչ անում մարզիչը, լավ է ապրում, չգիտեմ, ինչ կյանքով է ապրում, չէ, ուզենա լինեի այդպեսին կամ ինչ որ մեկը կարող է ուզենար, կարող չէ, էական չի։ Այլ լիներ այն մեկը, որը որ այդ շրջանակներից շատ ավելի դուրս է, շատ ավելի դուրս է, տեսներ քո շփման մակարդակը, որակը, ոլորտը, թե ինչ տեսակի մարդկանց հետ ես դու շփվում, առհասարակ քո աշխարհընկալումն ինչպես է, ուզենար լիներ այդպեսին, ոչ թե կոնկրետ բուն ինքը դառնար միայն այն մարդը, ով որ չգիտեմ, այդ գործունեությամբ է զբաղվում, միայն փակված, չէ, շատ ավելի լայն է իր աշխարհընկալումը։ Այ ուզենար նմանվեր այդ մարդուն ու դու միշտ մի քայլ երկու քայլ պիտի իրանցից առաջ լինելու համար արդեն ասացի դու պիտի շատ ավելին իմանայր ու անընդհատ իմանայր անընդհատ թարմացներ քո գիտելիքները ակնկալիքներ ու ինչ որ սպասումներ եթե որևէ բան չես ակնկալում հետո հիասթափություն էլ առհասարակ չես էլ ունենում սա երևի են հիմնական դիտարկումս խորհուրդս այն մարդկանց ովքեր որ դեռ զբաղվում են կամ ուզում են զբաղվեք դրանով ես երբեք չեմ ասի որ մի զբաղվեք երբեք դրա մեջ կա իրոք շատ լավ բան, երբ որ դուք երեխաների հետ եք աշխատում, կարողանում եք նաև իրոք դաստիարակել, կարողանում եք եթե դա անկեղծ է իրոք տեղի ունենում, բայց միևնույն ժամանակ
ամեն անգամ փորձեք ընդլայնեք ձեր աշխարհընկալումը ու իրոք կբացահայտեք, որ շատ ավելին կարող եք անել, շատ ավելի հետաքրքիր կարող է այդ process-ը տեղի ունենալ, քան իրականում հիմա դուք գտնվում եք դրա մեջ։ Եթե խորհուրդս ինչ-որ մեկին օգտակար եղավ, շատ ուրախ եմ, ելի ինչ-որ մտքեր լինելու դեպքում կկիսվեմ, շնորհակալ եմ, որ հետևեցիք, լսեցիք մինչև վերջ, կհանդիպենք, հաջողություն։